ապրիլի 11-ն է, Արագածոտնի մարզ, Քուչակ ապարան ավտոճանապարհի են բախվել են Nissan Magnishi ավտոմեքենան եւ ավտոբուսը, ներքին գործերի նախարարության ոստիկանության հաշվեկշռում հաշվառած ավտոբուսը։ Վթարի հետևանքով կամ 1 զո, 12 վիրավոր, վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ապարանի հրշեջ փրկարարներն ու բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի բարեկները եւ ապարան բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Վթարի մասին բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ապարանի քննչական բաժնում, որտեղից ժամանել է քննչական խումբը մարզի քննչական վարչության պետի, ապարանի քննչական բաժնի պետի եւ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը։ Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները եւ մահացածը Նիսանի վարորդն է։ Ըստ նախնական տեղեկությունների, որը նաեւ ինձ թվում է 100%-անոց է, թեպետ նախաքննությունը դա կպարզի, վթարի մեղավորը եղել է Նիսանի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի եւ բախվել ավտոբուսին։ Ավտոբուսն էլ երջանիկ պատահականությամբ չի հայտնվել ձորում, քանի որ այն բախվել է երկաթե արգելապատնեշին։ Երբ բազմաթիվ անգամներ խնդրում ենք, որպեսզի վարորդները ուշադիր լինեն, դեպքը տեղի ունեցել 7:38-ի սահմաններում, վթարի ժամանակ էլ ճանապարհը եղել է անցանելի։ Տրանսպորտային միջոցների դիրքից էլ ակնհայտ երևում է, որ Նիսանը հանդիպակաց է դուրս եկել, իսկ ավտոբուսն էլ հավանաբար նկատել է, որ Նիսանը գալիս է հանդիպակաց, փորձել է խույս տալ, սակայն բախումը տեղի է ունեցել։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իմ տեղեկություններով վիրավորներից մի քանիսին ապարան բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Ավտոբուսն էլ ծառայության մեկնելիս է եղել Արագածոտնի մարզում։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։